Ուշացել ենք, է։ Չէ, ստացվում է, որ մեր երկրում անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջի շրջանում կառավարության նիստի հարցը պատասխանից հետո ասում է եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում, դատական համակարգը կաշառակեր դատավորները բոլորը բռնվելու են եւ նստելու են, ասում է դիակ ընկած ուզում եմ հայտարարություններ ստակ ասում դիակը կողքը բռնում ես հասնում են դատարան արդարանում են։ Հիմա ստացվում է որ մեր երկրում անարդարության եւ սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես պետք է վերանայեք ձեր աշխատանքը, պարոն Հովհաննիսյան։ Մենք աշխատում ենք բնականon ձևով, դրանք քաղաքական հայտարարություններ են, հասարակները։ Բայց վարչապետն ասում է ձեզ հաշիվ տվեք, ոնց է, ինչով եք զբաղված։ Վարչապետը պարոն Հովհաննիսյանը ինչպես պետք է իրան հաշիվ տա, որ օրինակ դառնա իշխանություն Նիկոլ Փաշինյանի սրտի դատավոր։ Մեր պաշտոնատար բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտությունները չեմ մեկնաբանում որևէ կերպ, ես դրա հասարակները չեմ։ Ուրիշ եթե համակարգին վերաբերող հարցեր կան, խնդրեմ։ Երբ որ լսում եք դուք դատական համակարգի ներկայացուցիչ, ինչպես եք դա անցալում։ Երկրի առաջի դեպքը դատավորներին դատական համակարգը հեղինակազրկում է։ Ինչ որ ինչ ձևով որ ընկալում ենք, դրան ըստ դրա մենք ոչ մի բան անլուրջ չենք ընդունում։ Ինչ որ լսում ենք, մենք մեր մեջ հետևություններ ենք անում, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նման ամեն հարցի ամեն ինչ։ Ասում եք որպես քաղաքական գործիչ հայտարարություն անց։ Բայց դատական համակարգի։ Կարծես թե այնուամենայնիվ հետևելու են քրեական գործեր, դատական համակարգի մաքրում, մտահոգություններ, մտավախություններ, որ երկրի առաջի դեմքը կանգնի ու ասում եք կոռումպացված դատական համակարգ։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, քաղաքական գործիչները իրենց դիտարկումներով, իրենց գնահատականները կարող են տալ։ Մնացածը մենք մեր լիազորությունների շրջանակում դրան կանրադառնանք, երբ որ հասնի մեզ հարցը։ Ես չեմ ուզում որևէ մեկնաբանեմ այդ ձևով։ Լավ, եկեք բանի մեջ չմտնենք, ուրիշ Դուք կարծում եք դատական համակարգում բարեվարկության խնդրի ինչ-որ խնդիր կա։ Միշտ էլ կա դատական համակարգում բարեվարկության խնդիր։ Միշտ փոփոխությունների, այո, մաքրվելու, ինքնամաքրվելու միշտ էլ հարցեր կան։ Դա process է, որ միշտ ընթացիկ պիտի գնա։ Վերջին երամ իշխանությունը եղավ այդ վերջինը, պարոն Հովհաննիսյան։ Իշխանություններին հարցրեք։ Ոչ ճկվող դատավորներին կարծես թե հեռացնել։ Դե հիմա ես դրա հասարակները չեմ։ Հիմա դուք քննում եք հայտնի գործեր եկեղեցու դատական համակարգի։ Հիմա որ դուք լսում եք եկեղեցու դեմից արշավը տեսնում եք ինչպես կարող է կամ աշխան դա կայացնել։ Կկայացնենք, կտեսնենք։